Երեկվա ուժեղ քամին ոչ միայն փոշի բարձրացրեց Երևանում, այլև վրդովմունք։ Քաղաքում դժվար էր շնչել, իսկ աղբը բառացիորեն պարում էր օդում։ Քաղաքացիները սոցցանցերում էին քննարկում, ինչու է Երևանում այս իրավիճակը եւ ինչու է մաքուր օդ շնչելը դարձել շքեղություն։ Քաղաքային պլանավորող Վիկտոր Մնացականյանի համոզմամբ պատճառը Երևանում ընթացող մեծածավալ շինարարությունն է, որը ըստ նրա պատշաճ չի վերահսկվում։ Մի անգամ գնում են նայում են, ասում են լավ է, ցանցը քաշել, բայց այդ ցանցը կարող է ամեն քամուց թուլանա, քանդվի, չգիտեմ, անորակ լինի, լավ չամրացնեն, մոնտաժը լավ չլինի, դա ամեն օր պետք է ստուգես։ Երևանի ավականու իշխանական անդամ Աշոտ Սարգսյանը հակադարձում է, այդ ստուգումները պարբերաբար են իրականացնում քաղաքապետարանի համապատասխան վարչության աշխատակիցները։ Ասում է ինքն էլ, երբ տեսնում է, որ շինարարությունը նորմերին չի համապատասխանում, ահազանգում եւ պահանջում է վերացնել խախտումները։ Բոլոր դեպքերը արձանագրվում են, այսինքն կա խախտում, նաև տուգանվում են կոնկրետ շինարարները իրենց խախտումների համար։ Շինթույլտվությունը արդեն պատրաստի գալիս է քաղաքապետարան, ճիշտ է։ Եթե խախտում չկա, ապա օրենքով արգելելու լծակել չկա, փաստացի, էլի։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էր ավելի վաղ խոսել օդի աղտոտվածության բնական ու մարդածին պատճառների մասին։ Կան մարդածին գործոններ, որոնք վերաբերում են եւ շինարարությանը, եւ տրանսպորտին, հանքերին, ջեռուցմանը, աղբավայրին եւ այդպիսի այլ մի քանի մեր հիմնական խնդիրը իհարկե լինելու է մարդածին հատվածի վերաբերյալ նոր կարգավորումներ մտցնելը Տիկին Հայկազյան։ Իսկ բնապահպանության վարչության պետի պաշտոնակատար Սիրարփի Հայկազյանը գործակարգավարական նույն նիստում քաղաքապետին զեկուցել էր, որ մշակվել է Երևանում օդի աղտոտվածության նվազեցման 40-ամյա ծրագիր եւ ներկայացվել քաղաքապետին։ Դեր առաջարկությամբ այս ծրագիրը ավելի մանրամասն փոքրիկ ենթածրագրերի է բաժանվելու եւ աղտոտվածության աղբյուրների յուրաքանչյուրի մասով գործողությունների համար ֆինանսական եւ ժամանակացուցային աղյուսակներով ներկայացվելու են գործողությունները։ Քաղաքապետն արձագանքել էր ընդգծելով, որ պատասխանատուն իրենք են։ Դա մեր պատասխանատվությունն է, մենք ենք հանձնառնում այս ծրագիրը առաջ տանելու, նաև գործընկերների հետ աշխատելու եւ իհարկե իրենց կարծիք հաշվի առնելով առաջ գնալու, բայց ուզում եմ այս սեփականության զգացողությունը ծրագրի նկատմամբ լինի մերը, այսինքն մեր պատասխանատվությունն է, մեր խնդիրն է, մենք պետք է լուծենք։ Պարզա։ Այս հայտարարությունից 2 ամիս անց էլ Ավինյանն ասաց, որ այս եղանակին օդի որակը Երևանում էականորեն փոխվում է դեպի լավը։ Եվ սա ցույց է տալի մեր 173 սարքերը, որոնք որ տեղադրել ենք Երևան քաղաքով մեկ։ Իսկ այդ սարքերը մայիսի 11-ին փոշու պարունակության գերազանցում չեն արձանագրել։ Այն չափավոր է եղել, Factor TV-ին ասաց քաղաքապետարանի պաշտոնյան։ 50-ից 60 այդ միջակայքում է տատանվում, որը լավ կամ միջին աղտոտվածություն է ցույց տալիս, որ ինքը համարվում է չափավոր աղտոտվածություն։ Սակայն շրջակա միջավայրի նախարարության տվյալներն այլ բան են ասում։ Ըստ այդմ մայիսի 11-ին կենտրոն վարչական շրջանում փոշու պարունակությունը մի քանի անգամ գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան։ Ուժեղ քամու հետևանքով մայիսի 11-ին Երևան քաղաքի կենտրոնում արձանագրվել է մթնոլորտային օդում բաղադրությամբ չտարբերակվող փոշու կոնցենտրացիայի զգալի աճ, նախորդող օրերի համեմատությամբ հասնելով 0.589 միլիգրամ խորանարդ մետրի, ինչը 3.9 անգամ գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ Նախորդ օրվա մայիսի 10-ին դիտված ցուցանիշից այն բարձր է եղել 6 անգամ։ Արդյոք սա չի նշանակում, որ քաղաքապետարանի սարքերը բավականաչափ ճշգրիտ չեն։ Իրենք չափում են չտարբերակված խառը մակարդակը։ Միգուցե այդ քամու հետևանքով չտարբերակված խառը մակարդակը բարձր լինել, բայց քանի որ մենք չափում ենք մեր սարքերը, կայքում նշված է, չէ՞, PM2.5, ինքը 2.5 միկրոն չափ ունեցող մանրատիկ փոշին է, որը որ փաստացի այդքան բարձր չի եղել, ցուցանիշը շատ չի բարձրացել, բայց չտարբերակված խառը փոշին այդ քամու հետևանքով ամբողջ այդ փոշուրատիկ փոշին է բարձրանում, էլի օդը։ Հնարավոր է, այսինքն իրար չի հակասում, որ իրենց ցուցանիշով բարձր լինի տվյալը, բայց PM2.5 մակարդակ այդքան բարձր չլինի։ Մասնագետներն ահազանգում են, եթե իրավիճակը չկարգավորվի, Երևանը կարող է դուրս մնալ մրցակցային քաղաքների ցանկից։ Այսինքն դա ինչ է նշանակում, թե որ ուզենանք մասնակցել որևէ ինչ-որ գլոբալ ֆորումներին, ուզենանք մասնակցել որևէ օլիմպիադաներին, միանշանակ Երևանը արդեն այս առաջին իսկ պահից ցուցակից մեզ հանելու են միայն հենց այդ օդի աղտոտվածության պատճառով։
Շրջակա միջավայրի նախարարությունն էլ է ծրագիր մշակել։ Քաղաքապետարանի եւ նախարարության պաշտոնյաները հանդիպել եւ պայմանավորվել են համատեղ աշխատել լուծումների ուղղությամբ։ Մինչ այդ բնակիչներն ու քաղաքի հյուրերը շարունակում են ամենուժեղ քամու ժամանակ հայտնվել փոշու անպիտակ եւ մաքուր օդի փոխարեն աղտոտված օդ շնչել։